Իրանի միակ խնդրեմը այն է, այս աշխարհում, այսպես ասած, որ ինքը ինքնիշխան է, ինքը ստրուկ չի։ Ամեն դեպքում վարչապետ ամեն 5 տարին մեկ պետք է վերընտրվի, էլի, իսկ կաթողիկոսը տես ցմաղ պաշտոնա, մի անգամ կընտրեր ու կպրծներ։ Մենք բառ ենք օգտագործում։ Իսկ ինչ պետք է անեն Հայաստանի իշխանությունները, բայց արդյոք Հայաստանում իշխանություն կա։ Ընդդիմությունը շանս է ունենալու իշխանապահություն կատարելու։ Ամնեզյան հիշողության կորուստն է։ Այդ մարդու անունը պետք է Նիկոլ չլներ, պետք է ամնեզիա լիներ։ Ինքը ասում է, իմ օրոք չի պատերազմը եղել, այդ ես եմ պատերազմի օրոք եղել։ Ասում էր, եթե հիմի Հայաստանին չօգնեք, պատերազմը ձեր դուրն է չոքելու։ Սպանում է, էլի, ինքը վերջին ֆորպոստն է։ Այն գիրքը, որ գրգած նկարել էր, չէ՞, դու որ նայես, դա ճտի ու պախանի նկարը։ Համարում ես, որ թուղթ լինի, Ալիևը տենց կաշկանդվելու էլ չի հարցակվելու։ Ասելու ես տղայական խոսք եմ տվել։ Միացում։ Ողը տալիս է։ Մենք չենք դադարի պայքարել հանուն մեր ազգային հաղթանակի։ Լուկաշենկոն ինչ ասաց, Նիկոլն Արցախը հանձնել։ Հանուն Հայաստանի հաղթանակի։ Երեխեքի գլուխը կերել է 5000 երեխու։ Հանուն Արցախի հաղթանակի։ Ապաշնորհ, տգետ, ընչակաղց, ինչ ասեմ, ինչ բառ ասես, բռնում է։ Ցեղասպանությունը ուրանում է։ Չկա պարտություն, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես ճանաչել։ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում։ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Ողջույն, այսօր երկուշաբթի է։ Դուք հրապարակի YouTube-յան ալիքում եք։ Տաղավարում ձեզ համար զրուցելու են Զարան եւ Ավետիսը, քննարկելու ենք ամենակարևոր քաղաքական իրադարձությունները։ Ողջույն Ավջան։ Բարև Զարա ջան։ Անցյալ շաբաթ Իրան-Իսրայել պատերազմ սկսեց, Արթիկում պտտահողմ, հա, տորնադո եղավ, Գյումրիում հայտարարք իմ կյանքում տեսած ամենահայտարարք երևի կարկուտը տեղի ունեցավ։ Ինչ արեց երկրի թիվ 1 պաշտպանը, ղեկավարը, հրամանատարը։ Աղջկան վերցրեց գնաց Պրագա, հետո հետ եկավ, գնաց Արտաշատ Կնգա հետ ելույթ ունեցավ։ Մի խոսքով ամեն ինչ լավ է, էլի։ Սկսենք նրանից, որ Իրան-Իսրայել պատերազմը կամ Իսրայել-Իրան, որտեղ նախահարցակը Իսրայելն էր, իհարկե, առիթ դառավ կամ գուցե պատճառ դառավ, որ Նիկոլ Փաշինյանը դադարեցնի հայ առաքելական եկեղեցու դեմ սկսված պատերազմը։ Ճիշտ է, չէի նկատել։ Հա։ Պատկերացնում ես, ասենք ամեն օր առավոտը վեր էին կենում այդ իր հայտարարք ստատուսներն էին կարդում, այս ու չէի նկատել, որ էլ չի գրում։ Ինչի՞ չի գրում։ Նույնիսկ հանձնաժողով էր, չէ՞ ուզում ստեղծել։ Հա, ասում է 10 հոգու, ես պետքա նշանակեմ կաթողիկոսի վեթինգի, բարոյավարքության, չգիտեմ ինչի։ Որ մենք պետքա կաթողիկոս, ինքը ուզում էր ինքը կաթողիկոս ընտրել։ Ես էլ գիտես ինչ էի մտածել, ճիշտն ասած։ Մտածում եմ մի հանձնաժողով ես ու դու չստեղծենք։ Համաձայն եմ, այլ ստեղծենք։ Ինչի հանձնաժողով։ Ինչ մի հատ հանձնաժողով լինի, ինչ ուզենք ընտրենք։ Օրինակ Հռոմի պապ։ Եթե Նիկոլ Փաշինյանը կարա։ Չէ, ես առաջարկում եմ առաջին տիկին։ Մենք իրավունք ունենք որպես այս երկրի քաղաքացիներ առաջին տիկին ընտրենք, հատկապես որ այդ հաստիկը ոնց որ թե թափուր է։ Դե ինչ ուզենք կարանք ընտրենք մի խոսքով։ Եթե Նիկոլ Փաշինյանը կարա կաթողիկոս ընտրի, հանձնաժողով ստեղծի, որը պետքա իբր թե կաթողիկոս ընտրի, մենք առաջի տիկինից սկսած Հռոմի պապով մինչև թե կարանք նույնիսկ Ամերիկայի նախագահ ընտրենք։ Ով է մեզ խանգարել։ Ով է մեզ խանգարել։ Հա։ Հա, համաձայն եմ։ Ինչ չափանիշներով ուղղակի պիտի ընտրենք, դա էլ է պետք հասկանալ։ Բարևարկության, միայն բարևարկության։ Այնտեղ քայվեր կուսակրոնության ոնց որ չափանիշները երևի չի լինի, ինչ բարևարկություն օրինակ պիտի լինի Հռոմի պապը չէ, բան Ամերիկայի պրեզիդենտի համար։ Դե մի հատ հայ կընտրենք, որը ասենք էականը նույնիսկ անձը չի, գիտես, կարանք ամեն օր մեկին ընտրենք։ Մեկ այդ մարդը Ամերիկայի նախագահ չի աշխատելու։ Հիմա դու մտածում ես, որ Նիկոլը ենթադրենք մեկին ընտրեր բան, կաթողիկոս։ Ինչա դա լինելու էր կաթողիկոս։ Կարողա սկսեինք քարոզարշավ, չգիտեմ ինչ որ ձև նախընտրական փուլ մտնեին կաթողիկոսի։ Միջոցը տեխնացուլներ, հետո պրայմերիզներ, հետո տենց ընտրեր։ Շատ հնարավոր է։ Ինչի է սպանան բացառում։ Բայց գիտես այդ ամեն ինչի ինչին էր տանելու։ Ինչի։ Եթե ինքը կաթողիկոս ասեր, ես կաթողիկոս եմ ընտրում, չէ՞, կարամա։ Լսի կա հաջորդ քայլը ինքը իրան էր ընտրելու վարչապետ։ Ես վստահ եմ։ Իսկ կարող է ինքը իրան կաթողիկոս ընտրեր։ Ամեն դեպքում վարչապետ ամեն 5 տարին մեկ պետք է վերընտրվի, էլի, իսկ կաթողիկոսը տես ցմաղ պաշտոնա, մի անգամ կընտրել ու կպրծներ։ Իր նպատակը հենց այնա, որ ինքը նաև վարչապետ ցմահ լինի։ Եվ ամենակարևորը Զառա, դու կարող կատակ ես անում, բայց օրինակ մինչև սրանից 100 տարի առաջ թուրքական սուլթանները նաև իսլամական աշխարհի խալիֆներն էին։ Այսինքն
Համատեղում էին։ Համատեղում էին, խալիֆը դա բանն էր, հոգևոր առաջնորդներ իսլամական բանի աշխարհի։ Սուլթանն էլ Օսմանյան կայսրության բանն է, քաղաքական ղեկավարն էր։ Մինչև իշխանություն չկիսեն էլի ոչ մեկի միջև։ Հա, Խելացի մտածում է։ մինչև Թուրքիայում Օսմանյան կայսրությունը փլուզվեց, բան 2021 թվին, չէ, 1920-21 թվականներին փլուզվեց, տեղը ստեղծվեց բանը, Թուրքիան հայտարարեց, որ ինքը էլ աշխարհիկ պետություն, այլ կրոնապետություն չի, թուրքական վերջի սուլթանը, այսինքն բանը, մեզ շատ հայտնի Աթաթուրքը, չէ, Աթաթուրքը արդեն էլ սուլթան չէր, ինքը մենակ քաղաքական առաջնորդն էր Թուրքիայի։ Դե Նիկոլը հետա գնում, ասենք, ասենց որ բան կա, չէ, ասում է հետա գնում արմատներին։ Հիմա ինքը հա, տեսականորեն, հիմա որ ինքը հանձնաժողովի անդամներ նշանակի։ Քո կարծիքով հանձնաժողովի անդամները ում պետք է առաջարկեին կաթողիկոս։ Ամենահավանականը հենց իրան էլ կառաջարկեին։ Այն որ ասում է թագավորն ապրած կենա դու եղի։ Հա, դու եղի, դե այն մարդն էլ կարող է մի քիչ դիմադրել, բան, ասել ամոթա, ինչ չի սազում, բայց սակրանության հարցը։ Բայց արդյոք ես արժանի եմ։ Ասին դու այդ ցավը տանը մնես համոզենք, հա, քեզնից էլ արժանի մեկը կա։ Լսի, չէ, թողենք այդ իր այդ խայտարակ ակցիաները, հա, ես մի կողմից շատ ուրախ եմ, որ ինքը դադարել է եկեղեցու մասին որևիցե գրառում անել, մյուս կողմից անհասկանալի է մեր տարածաշրջանում ինչ է կատարվում։ Արի անկեղծ լինենք, էլի, Իրանի վրա սենց հարձակումը շատ վտանգավոր է։ Ու առաջին հերթին տենց վտանգավոր է նաև մեր գոյության, չգիտեմ, ինքնիշխանության բանի տեսակետից։ Այս մարդը ինչ որ բան ունի անելու այդ ոլորտում, ինքը պետք է ինչ որ մի բան անի, որ հիմա, չգիտեմ, ոտի տակ չկորենք, գոնե։ Լսի, մի բան պետքա մենք հստակ արձանագրենք, որ Իրանի վրա հարձակումը կազմակերպվել է Միացյալ Նահանգների կողմից, կազմակերպվել է Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից, որը այդքան իբր թե նույն սխեմայով ինչով եղել է Ուկրաինայի գործողությունները Ռուսաստանի տարածքում են, որ մեծ քանակով զենքեր էին վերացրել։ Հիշում ես ընդամենը մի 10 օր առաջ։ Իհարկե, այդ նույն հատուկ ծառայությունների, որ ասում էին իբր թե նույն ձեռագիրն էր, հա, պարզա որ բայց ես ուրիշ բանի մասին եմ ուզում ասենք, ինչի համար է այդ պատերազմը, ինչի համար Ամերիկայի Միացյալ Նահանգները Իսրայելի ձեռքով հարվածում է Իրանին։ Մի պատճառով, ընդհանրապես մի պատճառով, Իրանի ունեցած ռեսուրսների պատճառով։ Իրանը ունի հսկայական նավթի, գազի, չգիտեմ, ուզում ես ասես իրենք հույս ունեն, որ մտնելու են այդ երկիրը դարձնելու են պրո-ամերիկյան կամ ամերիկյան գաղութ։ Իհարկե, իրանց ուզածը, Այս պատերազմը շուտով չի ավարտվելու։ Որտեվ եթե իրանց ուզածը այն ինչ որ իրանք հայտարարում են, ատոմային, չգիտեմ, այդ ծրագրերը վերացնելը, զենքի ստեղծումին խոչընդոտելը, դա հնարավոր է անել, չէ՞, ասենք մի քանի հատ գործառնակ կպայթացնեն, գոնե մի 5 տարի հետ կգցեն։ Դա կեղծ օրակարգ է, միջուկային կեղծ պատճառաբանությունն է, կեղծ հիմնավորում է։ Այդ նույն ձևով ամերիկացիները 1990 թվականին հարվածում էին Իրաքին։ Իրաքին էլ մեղադրում էին քիմիական զենք ունենալու համար։ Ես այսօրվա նման հիշում եմ, որ բանում մակում փոքրներ, չէ՞ ոնց որ այդ ժամանակ իրանց բանը արտգործնախարարը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում պնդում էր, որ Իրաքը բան ունի, քիմիական մասսայական ոչնչացման զենք ունի եւ մենք պետքա մտնենք եւ բան անենք, ոչնչացնենք, որպեսզի թույլ չտանք բան էլի հումանիտար աղետ, որ հարևանների նկատմամբ։ Ու տենց էլ այդ քիմիական զենքը չգտան։ Քիմիական զենքը չգտան, բայց Իրաքը որպես պետություն Իրաքը ոչնչացրեցին, չգիտեմ, Լիբանանը ոչնչացրեցին, Սիրիան ոչնչացրեցին, հերթը հասել է Իրանին։ Իրանը 30 տարի է, իբր թե 30 տարի է զբաղվում է ուրանի հարստացմամբ։ Այդ երկրի ղեկավարությունը անընդհատ հայտարարում է, որ մենք պատրաստ ենք համագործակցենք, ոչ թե հայտարարում է, այլ իրականում համագործակցում է բանի ՄԱԳԱՏԵ-ի հետ, այսինքն միջուկային այդ անվտանգության միջազգային այդ կազմակերպության հետ, այո։ Եվ իր միջուկային օբյեկտներն է բաց եւ այլն գնում են տեսչական այցեր են անում բան 30 եթե Իրանի մտքին ելներ 30 տարվա ընթացքում միջուկային զենք ստեղծել, հաստատ կստեղծեին։ Իրանը պարզ ասում է, որ եթե կա
միջուկային էներգիայի օգտագործման խաղաղ հնարավորություն, այսինքն խոսքը ատոմակայանների մասին է։ Ասում է, լսեք, ասում է, ինչի ես պետք է դուք օգտվեք էժան էներգիա ունենալու հնարավորությունից, ես նստեմ բանանեմ, սոված մնամ, ինչա թե դուք տենց եք։ Կամ ուրիշներից օգտվեմ, ուրիշներից առնեմ, թանկով առնեմ։ Հա, թանկով առնեմ։ Հա, այսինքն ես դառնամ երրորդ աշխարհի, չորրորդ աշխարհի երկիր, որը ունի սեփական տեխնոլոգիա։ Հիմա նայ Իրանի միակ խնդրեմը այն է, այս աշխարհում, այսպես ասած, որ ինքը ինքնիշխան է։ Ինքը ստրուկ չի։ Ու չի ուզում ստրուկության դառնա ամերիկյան ստրուկ։ Մենք շատ ցավում ենք Իրանի ճակատագրի համար, մենք շատ ապրումակցում ենք իրանց այս իրավիճակում, բայց արի անդրադառնանք մեզ։ Իրանը Հայաստանում շատ հաճախ ընկալվում է որպես անվտանգության երաշխավոր, հա, որ բազմաթիվ անգամներ ասել է, որ թույլ չենք տա Հայաստանի սահմանների փոփոխություն, հատկապես հարավային հատվածում, թույլ չենք տա էթնոյունիքի միջանցքի այդ ֆորմատը անհասկանալի ուժերի վերահսկողության տակ։ Հիմա այս վիճակում կարանք ենթադրենք, որ Իրանը այնքան կթուլանա, որ մեր բարեկամ հարևան թշնամի հարևանները կհարձակվեն մեր վրա երկու կողմից եւ այլ մենք հնարավորություն չենք ունենա պահենք մեր հարավային հատվածը։ Իհարկե, ես ասեմ, Իրանի պարտությունը, եթե Ադմինիստ պարտության մասին չի խոսքը, էլի, ասում գլուխ ենք այնքան խառն է, հիմա պարզա չէ, որ ինքը չի Ադրբեջանի դեմ նոր ճակատ չի բացելու, թե ինչա մեր սահմանը։ Զարա, ես վստահ եմ, որ պատերազմը շատ արագ ավարտվելու է։ Այսինքն, այսինքն սա այն պատերազմը չի։ Բայց քո ասածից ելնում է, որ պետքա շատ երկար տևի, եթե Ամերիկան պատրաստվում է Իրանը վերցնել որպես պետություն։ Իշխանափոխության տեսքով կլինի, թե հենց իր սեփական ուժերի մուտքով կլինի, բայց այդ երկար գործընթաց է։ Լսի, բաները ամերիկացիները մտածում էին, Իսրայելն ու ամերիկացիները մտածում էին, որ եթե իրանք հարվածեն Իրանին, Իրանում հսկայական համաժողովրդական դժգոհություն ալնելու ռեժիմի դեմ, էլի ասելու են ախպեր մենք պատերազմ չենք ուզում։ Այսինքն ընդդիմությունը շանս է ունենալու իշխանափոխություն կատարելու։ Որովհետև իրականում եթե դու հետևել ես Իրանում տեղի ունեցող իրադարձություններին, պետքա որ տեսած լինես, որ ամերիկացիները այս 10-15 տարին անընդհատ փորձում էին իշխանափոխություն անել։ Գների բարձրացման վրա էին խաղում, չգիտեմ, սոցիալական դժգոհության վրա եւ այլն անընդհատ ուզում էին որ լավ հիմա այնտեղ իշխանափոխություն չկա, այնտեղ Նիկոլ Փաշինյան չկա, չգիտեմ, Թավշյա հեղափոխություն չկա, ոչ Թավշյա բռնիել չկա, ոչ մի տեսակի իշխանափոխություն չի լինելու։ Շարունակվում է այս պատերազմը, թե չէ։ Լսի, ես մտածում եմ, որ ամերիկացիները եւ Իսրայելը տեսան, որ Իրանի նկատմամբ իրանց մտածած տեխնոլոգիական գերազանցությունը այն աստիճանի չի, որ մենակ միակողմանի պատերազմ լինի։ Այսինքն մենակ իրանք խփեն, Իրանը ոչ մի բան չկարանա անի։ Հիմա Իրանը ցույց տվեց, որ ինքը հնարավորություն ունի հակահարված տալու։ Ես մտածում եմ, որ Իրանի տված հակահարվածը եւ դա շարունակելու իր հնարավորությունը ստիպելու է որ պատերազմը արագ կանգնացնեն։ Սենց ասեմ, իբր փորձ են անում, դե չստացվեց, հետ են քաշվում։ Հա, հետո նորից փորձեն, իհարկե։ Հա, հետո 2 տարուց։ Համել կասեն, այնքան վնասեցինք այդ միջուկային ծրագրին, որ էլ իրանք 5 տարի, 10 տարի էլ հնարավորություն չունեն զենք արտադրելու, մենք գնացինք տներով։ Հա, իհարկե, հա։ Նորմալ բացատրություն է։ Հիմա այդ իրավիճակում ինչ ենք անում մենք հայերս։ Լսի, մենք հայերս մեծ հաշվով, քանի որ մենք իշխանություն չունենք, մենք իշխանություն չունենք։ Մեկ ես օրինակ որ մտածում եմ, չէ՞, այտենց մենք բառ ենք օգտագործում։ Իսկ ինչ պետք է անեն Հայաստանի իշխանությունները, բայց արդյոք Հայաստանում իշխանություն կա։ Ախպեր Հայաստանում իրականում մեծ հաշվով անիշխանությունն է։ Դե կա էլ իշխանություն, որ այս երկու օրը գնալու Անկարա իր մեծ եղբորը մոտ։ Գիտեի դրա մասին։ Դե գիտեի, հա, ամսի 20-ին, հա, ոնց կա, բայց դա հաստատվել է պաշտոնապես։ Դե այտենց խոսում են, բայց ոնց որ թե պաշտոնապես դա չի հաստատվել։ Հասկանում, ինչ հրավերով է գնում, ինչ միջոցառման է մասնակցում, բայց փաստը մնում է փաստ, որ այս իրավիճակում, երբ որ, չգիտեմ, մեր օրգանիկ դաշնակիցը վատ վիճակում, ահա, այն պետությունը, որը մեր սահմանների մասին մեզնից շատ է մտածում, շատ վատ վիճակում է, Նիկոլ Փաշինյանը նախընտրել է Թուրքիա այցը, այլ քաղաքական, չգիտեմ, դրսևորումներ։ Դե մենք գիտենք Նիկոլ Փաշինյանի ցանկացած Թուրքիա այցի հիմնական իմաստը որն է։ Դա թուրքահպատակության ընդունումն է։ Եվս մեկ անգամ հավաստելու, որ ինքը
թուրքահպատակությունը ընդունած անձ է եւ այդ թուրքահպատակությունը Հայաստանի վրա տարածելն է, բայց հիմա մի հատ ուրիշ բան, օրինակ ավելի տրամաբանական չէր լինի, որ օրինակ Նիկոլ Փաշինյանը հիմա կազմակերպեր Իրանին մարդասիրական օժանդակության ուղարկելը։ Դու Ուկրաինան չի որ ուղարկենք։ Հա, կամ Թուրքիան, կամ Թուրքիան։ Լսի, քանի անգամ Թուրքիային մարդասիրական օգնություն ուղարկեցին։ Սիրիան, թուրքական լծի տակ գտնվող Սիրիային ինչի համար մարդասիրական օգնություն ուղարկեցին։ Սխալ հասկացան, ինքը մարդասիրական օգնություն ուղարկում ամենակ այն պետություններին, որոնք մեծ թշնամաբար են վերաբերվում, այն որ բանը արևելյան քթի ծակա էլի ինքը ուզում է բանանի, անչա ընկերանահետները, համոզի որ ինքը լավն է, որ իրեն չնեղացնեն։ Զարա, հիմա մենք ասում ենք այդքան այս վերջի 4 տարին, հատկապես պատերազմից հետո, անընդհատ այդ բանը ասել ենք, չէ՞, որ Իրանը մեր անվտանգության երաշխավորն է։ Նորմալ մարդիկ ասել են։ Հա, որ Սյունիքի միջանցքը, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը չի բացվում նաև այն պատճառով, հա, որ Իրանի հստակ դիրքորոշման պատճառով։ Լսի, երբ որ մենք մեկը մեր հանդեպ լավ է տրամադրված եւ ինչ որ իմաստով մեր համար անվտանգություն դու չես կարծում, որ ամեն ինչ այս կյանքում փոխադարձ է։ Չէ։ Հայաստանի իշխանությունները տենց չեն վարվում։ Ես քեզ օրինակների վրա ցույց տամ, մեկը Իրանն է, դու արդեն նկարագրեցիր, մյուսը Ռուսաստանն է, որի հետ ամենամեծ տնտեսական շրջանառությունն ունենք, ամենամեծ Սփյուռքի համայնքը ունենք, բայց մենք համարում ենք, որ դա երաշխավորված մեր ընկերն է, չէ՞։ Մենք ոչ մի պարտավորություն չունենք, հակառակը մի բան էլ կարանք հոխորտ տանք, ասած վատ բաներ ասենք, որ չգիտեմ, պատերազմող պետության դեպքում օգնենք այդ պետության թշնամուն։ Հա, Նիկոլ Փաշինյանը չենք աշխատում։ Քո ասած ինչ է իբր։ Հա, այսինքն մենք ունենք փաստացի թշնամի մարդիկ, որոնք թշնամի են այս երկրին, այս հասարակությանը, այս պետությանը, ու մենք դրանց չգիտես ինչի հանդուրժում ենք որպես իշխանություն։ Որովհետև Նիկոլ Փաշինյանը, պարոն Ամնեզյան հիշողության կորուստն է։ Այդ մարդու անունը պետք է Նիկոլ չլներ, պետք է Ամնեզիա լիներ։ Որովհետև այդ մարդը այսօր մի բան է ասում, մյուս օրը լրիվ հակառակն է ասում։ Այդ մարդը 20 թվին հայտարարում էր, որ Թուրքիան հարձակվել է Հայաստանի վրա, այսինքն Ադրբեջանին, ասում էր նույնիսկ եվրոպացիներին խորհուրդ էր տալի, ասում էր եթե հիմի Հայաստանին չօգնեք, պատերազմը ձեր դուրն է չոքելու, իբր թե այնքան բան է ինքը, մեծահոգի է բան, իբր հիմա մենք պաշտպանում է, ինքը վերջին ֆորպոստն է, էլի։ Հա, ասում էր եթե Ղարաբաղը գրավեն, Հայաստանը բան անեն, Վիեննայի պատերի տակ կա հայտնվելու թուրքական բանակը, նկատի ուներ կարծեմ 1681 թվականին թուրքական բանակը մի անգամ այտենց հայտնվեց Վիեննայի պատերի տակ ու ջախջախից պարտություն կրեց, դրանից հետո էլ Եվրոպայի որոշ հարավային հատվածի հարավ-արևելյան հատվածի նկատմամբ ոտնձգություններ արեց, բայց արդեն էլ ոչ Ավստրիայի, Պրուսիայի կամ Ֆրանսիայի կամ Նայեք դու գիտես նայես լավ պատմությունը մենք Վերջը ինչ եմ ուզում ասել, եթե մի մարդ ընդամենը 5 տարի առաջ, 4 տարի առաջ Եվրոպային զգուշացնում էր թուրքական վտանգի մասին ու հիմի ինքը գնացել է թուրքերի առաջ չոքել է ու թուրքական հպատակությունը ընդունել։ Ու գիտես ինչ է ասում։ Լրագրողը սրան ասում է, հարցնում է Ամնեզիային, պարոն Ամնեզիային, ասում է, որ իմանայիք սենց արդյունք ա լինելու։ Հա, 2018-ին կհավաքնեիք իշխանության։ Կհավաքնեիք իշխանության։ Ասում է, հա։ Ինչ է դա նշանակում։ Այսինքն այս արդյունքը կամ ինքը ասում է, իմ օրոք չի պատերազմը եղել։ Էդ ես եմ պատերազմի օրոք եղել, հա։ Ոնց էր այդ ձևակերպումը, ինչպես նախորդ անգամ էլ այդ էինք քննարկում։ Որ մարդն ասում է, ով էլ ներ իմ տեղը, մեկ այդ պատերազմը լինելու էր, դա ու ես չեմ արել, հա։ Իմ պրոստը բախտը չի բերել։ Ես էլ ուրիշ ձև եմ հասկանում, որ այս արդյունքը իրան լիակատար գոհացնում է մեկ։ Լիակատար։ Այսօրվա ստեղծված վիճակը այդ մարդու սրտով է մեկ, եւ երկրորդը ինքը իշխանության գալու ժամանակ իմացել է, որ հենց այսպիսի ծրագրով են իրան բերում իշխանության, իր տերերը, իր պապաները։ Դրա օքա եղել։ Օքա եղել, ասում է, եկել ծրագիրը եկել եմ արել եմ, որ մի հատ էլ 18 թվին նորից հետ գա, ենթադրենք այն ժամանակի մեքենա լինի, հետ եթանք 7 տարի առաջ, բա բերելու են, ասելու են ախպեր ջան, էլի նույն ծրագրով, կարող են ուրիշ ծրագիր պետք է դնեն դեմս։ Էլի պետք է գամ այդ ծրագիրը անեն։ Հիմա ըստ օդից կախված լուրերի
հա, այդ իր սիրած նախադասությունը քո ասած միստր ամնեզիայի, ինքը գնում է Թուրքիա, ոչ այդքան հավաստիացնելու, որ ինքը տենց շարունակում է թուրքահպատակ մնալ եւ այլ խնդրելու, մուրալու, խաղաղության, մարդու լեզու չի պատտվում ասես պայմանագիր, էլի։ Ոչ իմ այդ թուղթը, որ ինքը պատրաստում է ընտրություններից առաջ կնքի, որ կարողանա դրա հիման վրա քարոզարշավ անի։ Հիմա ինչ ես կարծում, այս ինֆորմացիան ճիշտ է թե ճիշտ չի, եւ երկրորդը, ինչ ես կարծում, կհաջողվի արդյոք Էրդողանի ճնշման միջոցով Ալիևից ստանալ այդ Սուքանի թղթի վրայի ստորագրությունը։ Լսի, ինքը առաջի անգամ չի, որ եւ ոչ միայն ինքը, իր այսպես կոչված արտգործնախարար, իր մոտ աշխատող արտգործնախարարը կարծեմ աշխատում չէ, Արարատ Միրզոյանը։ Արա այդ բառը ախպեր, իրոք մի անգամ Գեղան Մանուկյանը ասեց, երբ էս անունը փոխելու, իրոք պետք է այդ անունը փոխվի։ Արագած դա։ Չէ, Արագած չէ, Աղրի, թուրքերը Արարատ լեռանը Աղրի են ասում։ Աղրի Միրզոև, Աղրի Միրզոևը։ Շատ կսազի։ Լսի, եթե այդ մարդիկ հրաժարվում են Արարատ սարից, լսի, բանը ինչ են։ Անորից էլ հրաժարվեն, դե։ Հա, թող իրենք իրանց անուններից ախպեխի են պղծում այդ անունը։ Լսի, այս Արարատ Միրզոյանը ինչ էր ասում։ Աղրի Միրզոևը։ Ասում է Թուրքիայում էր կարծեմ թե թուրքական հեռուստատեսությանը տված հարցազրույցում ինչ է ասում։ Ասում է, ճիշտ է, մեր հասարակությունը բանը մեզի վստահության քվե է տվել, բայց այդ վստահության քվեն հավերժական չի։ Պետքա այդ հնարավորությունների պատուհանը, որ բացվել է, չգիտեմ, սենց, ինչ է ասում, ախպեր, խնդրում ենք էլի, մարդ եղեք, մի տարի ժամանակ է մնացել, թույլ տվեք այդ թուղթը ստորագրենք եւ այլը գանք Թե չհաջորդ անգամ վստահության քվե չենք ունենա, արդեն մենք չենք կլինի, ստիպված կլինեք նորմալ իշխանության հետ բանը։ Ուզում ասի մենք այս հայ ժողովրդին, հայ հասարակությանը, Հայաստանի հասարակությանը մի անգամ խաբել ենք, ասել են գիտեք ինչ կա, հայ ժողովուրդ ջան, մենք գալիս ենք որ դες խաղաղություն բերենք։ Հիմի ախպեր ջան, մենք մի տարի է մնացել, որ այս մեր սուտը ջրի երես դուրս գա։ Մի տարի հետո մենք որ գնանք հայ ժողովուրդը ասելու է այս խափիկ հա որ խաղաղություն խոստացաք, բայց չկարացաք։ Գոնե մի հատ թուղթ տվեք մեր ձեռը, որ մենք գնանք էլի գանք ձեզի ծառայենք։ Հիմի նույն բանը Նիկոլ Փաշինյանը 100 անգամ Ալիևին ասե, 100 անգամ բանին է, Էրդողանին է խնդրե։ Ասում է, լսի, բա իր թուրքահպատակության ամբողջ իմաստը այն է, որ ինքը իր խելքով համարում է, որ Ալիևի վրա ամենամեծ ազդեցությունը ունի Էրդողանը, ու մենակ Էրդողանը կարա ազդի Ալիևի վրա, որ Ալիևը, այսպես ասած, Հայաստանին ձեռ չտա։ Ձեր չտան չի է, թուղթը ստորագրի, ինձ թվում է բանը չի հասել այդ ձեր չտալը։ Չէ, ձեր տալը, այդ թուղթը ստորագրել է։ Գովազդային բան են էլի ուզում հասկանալ, բուկլետ են ուզում ունենալ։ Զարա ջան, այդ թուղթը ձեր չտալու մասին է։ Ասում է, լսի, ինչ է ասում։ Ախր այդ թուղթը ինչի համար է։ Նիկոլ ասում։ Ու անկեղծ համարում ես, որ թուղթը լինի, Ալիևը տենց կաշկանդվելու է, չի հարցակվելու։ Լսի, ասելու է, ես տղայական խոսք եմ տվել։ Լսի, չի ասելու է տղայական խոսք եմ տվել։ Լսի, ասելու է, որ մենք համաձայն ենք, որ Հայաստանը այս իր սահմաններում դառնա թուրքական աշխարհի մաս։ Այսինքն մենք էլ ոչ թե կտորներ պոկենք Հայաստանից, որ դրանք սարքենք Ադրբեջան կամ Թուրքիա, այլ Հայաստանը ընդունում է հպատակությունը, ընդունում է թուրքական հպատակությունը եւ դառնում է մեր փոքր աղբերը, մեր ասենք դրամը փոխում է մանաթի, չգիտեմ, տնտեսական բաները, խոչընդոտները պարտադիր չի, չէ։ Իշխանության ընտրության մեջ մենք ենք բարեվարկության հանձնաժողով ենք ստեղծում, որ ձեր բանի վարչապետի տեխնացուները անցնեն այդ հանձնաժողովը։ Հա, ասենք մի օրինակի համար իշխանության բանակը կարա բանակ չի լինում։ Բանակ չի լինում, բանան ոչ մեկ ձեր վրա չի հարձակվում։ Այդպես ձեր ցանկացած պահանջ պատրաստ ենք քննարկել, պատրաստ ենք բավարարել ձեր պահանջները։ Ախպեր ջան, մեզի մի հատ թուղթ տվեք մենակ, որ մենք մնում ենք իշխանության, դուք էլ մեզ վրա չեք հարձակվելու, ամեն անգամ մեզ չեք խփելու։ Բայց մենք ես մի անգամ ասել եմ, ճուտ Հայերենում սենց արտահայտություն կա, մեկի ճուտը ըլնել, այսինքն դրա հրահանգները կատարել, դրա ասածները կողքերը վազելով Բարավատ բառ չի, դες լավ բան ես ասում։ Հա, ասենք հիմի Նիկոլը 100 անգամ ասում է, այ Էրդողան ջան, ես պատրաստ եմ ախպեր, քո ճուտը ըլնեմ, այն գիրքը որ գրգած նկարել էր, չէ՞։
Դու որ նայես, դա ճտի ու պախանի նկար է։ Էլի ասենք տիրոջ, էլի ճուտն ու մեկը պախանա այդ բանն է, էլի որ ինքը տիրությունն է անում։ Լավ, հիմա ըստ քեզ մի հատ բան, չա, կանխատեսում։ Ոչ, Էրդողանը մերժելու է, ասելու է ախպեր, մեզ քո նման ճուտ պետք չի։ Մեզ պետքա, գիտես ինչի պետք չի։ Ասում եմ, եթե դու նախ դու ես մեր ճուտը, բայց մեզ պետքա որ Հայաստանը ճուտը լինի։ Քո ճուտը լինելով Հայաստանը ճուտ չի դառնում, որովհետև հայ հասարակությունը քեզի չի ընդունում։ Քեզ դու մերժված մարդ ես։ Մենք գիտենք որ քեզ այսօր որ մենք ներենք, ասենք լավ է, մեր երեխեն է, թող մեր կողքերը։ Վաղ մյուս օրը մենք գիտենք որ քեզի հանելու են ու Հայաստանը մեզի էլի թշնամի երկիր է դառնում։ Դրա համար մեր նպատակը այն է, որ մենք Հայաստանը ոչնչացնենք, Հայաստանը ստրկացնենք, ոչ թե մեզ քո ստրկությունը մեզ ոչ մի կոպեկ չարժի։ Ընդհակառակը, քանի որ դու մերժված ես հայ ժողովրդի կողմից, մենք որ քեզ որպես ճուտ վերցնում ենք, մեկը թշնամությունը մեր նկատմամբ ավելի է մեծանում։ Այսինքն քո նկատմամբ հայ հասարակության թշնամությունը պրոյեկտվում է Թուրքիայի ու Ադրբեջանի վրա։ Ասում են, եթե դու մեր ճուտն ես, ընկեր, դու մեր ճուտն ես, չէ՞ ասում ես, որ մեր ճուտն եմ։ Դե ախպեր ուրեմն պետք է բան անես։ Զանգեզուրի միջանցքը 10 մեզ, Զանգեզուրը տուր մեզ։ Քանի Զանգեզուրը իրանցը չի, իրանց Հայաստանի նման Նիկոլի նման ճուտ պետք չի։ Ասում են մեր նպատակը, որ մենք ունենանք ընդհանուր սահման։ Իրանք կարային Հայաստանից յանտային մի դեպքում Թուրքիան ու Ադրբեջանը, եթե դու վերցնես հիմա նայես բանը, ինչ են ասում, քարտեզը, դու կտենաս, որ եթե Աստված ոչ արասցե, Իրանը պարտվեր ու այն պրոյեկտը, որը ունեին Իսրայելը, Թուրքիան եւ Իրանի, Ամերիկայի դաշնակիցները, լսի, այդ տարածքը ադրբեջանաբնակ, Իրանի ադրբեջանաբնակ հատվածը կարար կպներ Ադրբեջանին ու Հայաստանը կհայտնվեր թուրքական պարկի մեջ։ Բացարձակ, այսինքն էլ Սյունիքի միջանցքի իմաստը կկորեր, պատկերացնում ես, չէ՞։ Ասենք Ադրբեջանը այս ատրպատականով, տակով, Նախիջևանով կպնում էր Թուրքիային ու պրծնում էր։ Հայաստանն է sense մի հատ ոնց որ ասեղ, sense պուճուր մի հատ ասեղ, հայտնվում էր այդ թուրքական աշխարհի մեջ։ Մնալու էր մենակ Վրաստանի հետ սահմանը, այն էլ հենա Վրաստանի հետ սահմանը իրանք են փակել։ Չգիտեմ ինչի։ Վրացիքներ չի որ ավելի իրենց բարեկամաբար են պահում, քան մնացածները։ Մենք քանի որ այնքան թույլ ենք, այնքան անկարող ենք, այնքան մեզանից որպես պետություն բան չներկայացնող ենք, մեզ մնացել է մի բան՝ հույս ունենալ, որ մեր հարևան Իրանը այս պատերազմում չի պարտվի։ Ես տեսնում եմ, որ նման հնարավորություն կա, փառք Աստծո, Իրանի դիմադրողականությունը բավականին բարձր է եւ պատերազմը շատ արագ կանգնելու է ու պատերազմի ավարտը հօգուտ Իրանի կամ եթե ոչ հօգուտ Իրանի գոնե ստատուս քվոն պահելով էլի այս վիճակը դա ավելի է ամրապնդելու Հայաստանի բան դիրքերը։ Նկատի ունեմ, որ այլ բանը Ադրբեջանը ու Թուրքիան էլ հավակնություն չեն ունենալու Հայաստանից կտոր փոկելու։ Այդքան մի բան։ Ես քեզ հասկացա։ Ինձ թվում է հետաքրքիր զրույց ստացվեց այսօր, ու մյուս շաբաթ կանդրադառնանք այս թեմաներին, հույս ունենք, որ մինչև այդ պատերազմը ավարտված կլինի, քո կանխատեսումները կիրականանան, ես մտածում եմ մի տես տալիս քեզ ասեմ։ Դե հա, հիմա հոյես Նաստրադամուսը չէ։ Հա, Նաստրադամուսը աշխատում, բայց մեկ բուստ է տալիս։ Իսկ ես պիտի խնդրեմ, որ ներքևի հատվածում բաժանորդագրվեք մեզ մեկնաբանություններ գրեք, օրինակ ձեր կարծիքը պատերազմը կավարտվի թե ոչ։ Այս կարող եք նաև լայք կամ դիզլայք դնել այս հաղորդմանը ու կարող եք տարածել, այդպիսով մեր լսանն ավելի մեծ կլինի, մենք էլ ավելի եռանդով այստեղ կզրուցենք։ Այսօր այսքանը, հաջողություն։ Միացում։ Հողը տալիս է։ Մենք չենք դադարի պայքարել հանուն մեր ազգային հաղթանակի։ Լուկաշենկոն ինչ ասաց, Նիկոլն Արցախը հանձնել։ Հանուն Հայաստանի հաղթանակի։ Երեխեքի գլուխը կերել է 5000 երեխու։ Հանուն Արցախի հաղթանակի։ Ապաշնորհ, տգետ, ընչակաղց, ինչ ասեմ, ինչ բառ ասես բռնում է։ Ցեղասպանությունը ուրանում է։ Չկա պարտություն, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես ճանաչել։ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում։ Արցախը Հայաստան է եւ վերջ։